Ապրիլի 24-ին ամբողջ աշխարհում, նաև Հայաստանում նշվում է զոհերի հիշատակի օրը, մարդիկ բարձրանում են Եղեռն, սակայն հարց է առաջանում, կամ ավելի ճիշտ երկու հարց, նախ 2015 թվականին ինչ է կատարվել, ինչու այդպես ստացվեց, եւ երկրորդը այդ հիշատակի օրը մեզ համար ինչ է նշանակում, ինչ խորհուրդ ունի։ Արի սկսենք երկրորդ հարցից, այսինքն ապրիլի 24-ը, դա ինչ օր է եւ այդ օրվան մենք ինչպես պետք է վերաբերվենք։ Ստեփան, տես, ուրեմն ապրիլի 24-ը սկզբնական փուլում, ես նկատի ունեմ 20-ական, 30-ական թվականներին, հիմնականում մարդիկ փորձում էին աշխարհին համոզել, որ այդպիսի ողբերգություն է եղել, ճանաչվեր։ Ու բնականաբար դա չէր ստացվում, այսինքն 20-ական, 30-ական, 40-ական թվականներին Եվ նույնիսկ ցեղասպանություն հասկացողությունը մտավ 1944 թվականին Լեմկինի միջոցով։ Լեմկինը հրեա էր, հրեական ցեղասպանության հետ միասին, նաև հայոց ցեղասպանության խնդիրը, այսպես ասած, ինքը ձևակերպեց որպես ցեղասպանություն, ինչու, որովհետև շատ կարևոր էր, որ աշխարհը ընդուներ ցեղասպանությունը հրեաների, եւ ինքը որպեսի հրեաների ցեղասպանությունը միակը չլիներ եւ որպեսի չընկալվեր, որ դա ինչ-որ սուբյեկտիվ ցանկություն է, ինքը փորձեց նաև հայերի ողբերգությունը ձևակերպել որպես ցեղասպանություն, որպեսի հանրության, միջազգային հանրության համար ներկայացվեր սա որպես օբյեկտիվ process, որից բնականաբար մենք շահեցինք 44 թվականից հետո 45 թվականին խորհրդային միությունը օգտվելով այդ հանգամանքից փորձեց, այսպես ասած, Թուրքիայի հանդեպ տարածքային պահանջներ դնել եւ ասեմ, որ Ստալինը 45 թվականից հետո մինչեւ իր մահը, մինչեւ վերջ փորձում էր այդ խնդիրը լուծել, տարածքային պահանջներ էր փաստացի ներկայացնում Թուրքիային, բայց բնականաբար իրեն չհաջողվեց այդ ամեն ինչը կյանքի կոչել, որն էլ որոշակի հետք թողեց եւ Թուրքիայի վրա եւ արևմտյան երկրների վրա, որոնք մտահոգված էին, որ այս խնդիրը կարող է Ռուսաստանը փորձի օգտագործել, երբ որ 65 թվականին մեր մոտ այդ շարժում եղավ սովետական միության ժամանակ Հայաստանում շարժում եղավ եւ դա էլի հիշողության խնդիր է, այսինքն հայերի մոտ առնչացավ այդ խնդիրը, որպես կամ մենք անդադ հիշենք եւ ոչ միայն հիշենք, այլ նաեւ ցանկանում ենք, որ աշխարհով մեկ դա ճանաչվեր, դա մեծ հաջողություն էր համարվում եւ հետո երբ որ Եվրոխորհրդարանը ճանաչեց այդ իրադարձությունները որպես ցեղասպանություն, դա ոնց որ պայթունի պես բան էր հայության մեջ եւ հետո երբ որ Հայաստանը դարձավ անկախ պետություն, որպես անկախ պետություն արդեն պետական մակարդակով պահանջեց, որպեսի շատ երկրներ ճանաչեն այդ ցեղասպանությունը եւ դառել էր յուրօրինակ ոնց որ ազգային իդեա, հա, Ռուսաստանը ճանաչեց 1995 թվականին, հետո ճանաչեցին նաեւ Ֆրանսիան, այլ երկրները Գերմանիան վերջերս ճանաչեց, վերջապես Միացյալ Նահանգները ճանաչեց, հա, եւ այս գաղափարը ոնց որ թե դարավ արդեն անհասկանալի, լավ, հիմա հիմնական բոլոր երկրները ճանաչել են, այնտեղ, չգիտեմ, Ռուսաստանը ճանաչել է, Միացյալ Նահանգները ճանաչել են, Գերմանիան ճանաչել է, Ֆրանսիան ճանաչել է, եվրոպական երկրների մեծ մասը ճանաչել է, հետո, այսինքն վաղը հիմա եթե Չինաստանը կամ Հնդկաստանը ճանաչի, դա ինչ է նշանակում, այսինքն այդ իդեան դարավ, այսպես ասած, անհասկանալի մարդկանց մոտ, եթե սկզբնական փուլում կար իդեա պահանջել, որպեսի այլ երկրները ճանաչեն, հիշեք, որ երբ որ Միացյալ Նահանգները ճանաչեն, այստեղ ոնց որ մի հատ մեծ ազգային զարթոնք եղավ, չէ, որ այդ վերջապես Միացյալ Նահանգները ճանաչեցին։ Հենց տպավորություն կար Միացյալ Նահանգները, որ ճանաչեն, աշխարհը կփլվի, չգիտեմ, Թուրքիան կարող է գետնի տակ անցնի, բայց հենց տպավորություն կար մարդկանց մոտ։ Բայց պարզվեց, որ Թուրքիան գետնի տակ անցավ, ոչ աշխարհը փլվեց, Միացյալ Նահանգները ճանաչեցին եւ հաջորդ օրը նորից նույն վիճակի մեջ, այսինքն վերջնաարդյունքը թե որն է մեր նպատակը չձևակերպվեց եւ հետագայում նաեւ Արցախի էթնիկ զտումները տեղի ունեցան, որը նույնպես ցեղասպանություն է։ Այսինքն այն թեզը, որ եթե մենք հիմա ամբողջ աշխարհը ճանաչի ցեղասպանությունը, ավտոմատ կնշանակի, որ մենք ապահովված կլինենք երկրորդ ցեղասպանությունից, փաստորեն խապկանք դուրս եկա, որտեղ Արցախը փաստացի ցեղասպանվեց, ճիշտ է, չկոտորվեցին ժողովուրդը, բայց տեղահանվեց ժողովուրդը, չէ, որի արդյունքում փաստորեն մարդիկ հասկացան, որ այդ ցեղասպանության ճանաչելը այն պատկերացմամբ, ինչ որ նախկինում կար, անհասկանալի բան է։ Երբ ավելացնեմ, իմ մոտ այնպիսի տպավորություն կա, որ ընդհանրապես 21-րդ դարը դա լինելու է ցեղասպանությունների դար։ Մենք տեսնում ենք Գազայում, ուղիղ իմաստով ցեղասպանությունն է տեղի ունենում, այդ ցեղասպանությունները կարող են տեղի ունենալ այլ տեղեր, եզդիների օրինակը մենք ունենք հա Սիրիայում եւ այլն,
Եվ աշխարհի համար հիմա դա նորմալ է, այսինքն էթնիկ զտումները դա նորմալ է ու կարծես թե Արցախի էթնիկ զտումից նոր փուլ սկսվեց։ Օրինակ Արցախի զտումից հետո աշխարհը որևէ ինչ-որ ցնցում չկա, այսինքն մարդիկ հանգիստ ընդունեցին այդ ամեն ինչը, նորմալ ընդունեցին, ոչ մի ողբերգություն չընկալվեց, բայց մինչև այդ սերբական Ուկրաինայում էր այդ նույն բանը կատարվել։ Այսինքն ինչ եմ ուզում ասեմ, որ սա արդեն օրինակ հիմա Գազայի այդ ցեղասպանությունը որ կատարվեց 56000 մարդ է կոտորվել, այդ թվում նաև հսկայական քանակի երեխաներ, չէ՞։ Բայց դա ոչ մի արդյունք չկա, այսինքն մարդկությունը արդեն սովորել է նորմալ վերաբերվել նման բաների։ Ուրեմն բրիտանական մի ամենահեղինակավոր բժշկական առողջապահական ամսագրերից մեկը Lancet է կոչվում, ուրեմն իրենց տվյալներով ռեալ զոհերի թիվը Գազայում լինելու է 400,000, ինչպես են իրանք հաշվում։ Այսինքն այդ 60-70 հազար այն մարդիկ են, ում դիակները գտել են։ Դիակներ կան, որոնք չեն գտել, ասենք, այս ռմբակոծներ գետնի տակ են, բայց բազմաթիվ երեխաներ չեն ծնվել։ Հիվանդ մարդիկ են եղել, որ հիվանդությունից են մահացել, բայց բժշկություն չեն ստացել, սովամահություններ են եղել, մարդիկ, որոնք ստրեսեր են ապրել, հետագայում դրա հետևանքով մահանալու են, ուրեմն այդ հեղինակավոր ամսագրի տվյալներով Գազայի զոհերի քանակը կարող է հասնել մոտ 400,000-ի։ Հիմա վերադառնանք մեր խնդրին, որը պետք է լիներ մեր գլխավոր նպատակը ապրիլի 24-ի կապակցությամբ։ Ես նշեցի, որ փաստորեն պետություն ստեղծելուց հետո մենք շարունակեցինք նույն այն ինչ որ կար մինչև պետություն ունենալը, բայց մենք պահանջում ենք, որ այլ պետությունները ճանաչեն եւ դրան հասել ենք դրան, բայց հաջորդ քայլը թե մենք ինչ պետք է ունենանք, չկա։ Եվ որի արդյունքում, քանի որ չեղավ, առաջացավ մի հատ ուրիշ տենդենց հասարակության մեջ, որ իսկ ինչ իմաստուն է ցեղասպանությունը կուլտիվացիա անելը, պետք է մենք հանգիստ ապրենք, ուրախ ապրենք։ Տեսեք, օրինակ այսօրվա իշխանությունը ապրիլի 24-ին իբր նշելու է ցեղասպանության օրը, ապրիլի 25-ին խորոված փարթի է իրականացնելու։ Դա ինչ մեսիջ է, որ ժողովուրդ ջան, մենք պետք է այդ նահատակ ժողովրդի կերպարից դուրս գանք, դառնանք ուրախ ժողովուրդ։ Սա է իրանց նպատակը, բայց որը պետք է լիներ, եթե ասենք մենք ունենայինք նորմալ լուսավորչական իշխանություն։ Նորմալ լուսավորչական իշխանության պարագայում մենք պետք է մեր գերխնդիրը պետք է լիներ այն, որ այն ինչ որ կատարվել է մեր 15 թվականին ցեղասպանությունը, պետք է մենք ամեն ինչ անենք, որ դա ճանաչի Թուրքիան։ Ինչա կարևոր, որպեսզի Թուրքիայում կատարվի դենացիֆիկացիա, որպեսզի Թուրքիայի դենացիֆիկացիայի արդյունքում մենք ունենանք այնպիսի հարևան երկիր, որտեղ իր արմատի մեջ չլինի Հայաստանի ոչնչացման խնդիրը։ Ինչ եմ դա ասում։ Տեսեք, շատերն ասում են, թե օրինակ դուք ինչպիսի հարաբերություն պետք է ունենաք Թուրքիայի հետ։ Թուրքիան մեր հարևան երկիրն է, հարևաններին չեն ընտրում, հարևանները օբյեկտիվորեն դառնում են, բայց Թուրքիայի ազգային ծրագրի մեջ դեռ սկսած արդեն առաջին համաշխարհային պատերազմից դրած էր հետևյալ, այսպես ասած, կոդը, որ իրենք, երբ որ Օսմանյան կայսրությունը փլվում էր, առաջացավ նոր ազգային գաղափար, որ մեր գլխավոր նպատակը պետք է, եթե Օսմանյան կայսրությունը մենք չենք կարողանում պահենք, որտեղ արաբներն այլ ժողովուրդներ են ապրում, ապա մենք գոնե պետք է մեր հոգեհարազատ ժողովուրդների հետ մեկ միասնական իդեա ունենանք, այսինքն կայսրական իդեան, որ փլվում էր, կայսրությունը փրկում էր, նոր կայսրական իդեա էին ման գալիս, որ կոչվում էր պանթուրանիզմ։ Եվ պանթուրանիզմի իդեան դրած էր այն բանի մեջ, որ մենք պետք է ունենանք ցամաքային կապ եւ ցամաքային կապով ձգտենք այդ մեծ նոր իմպերիա ձևավորենք արդեն Կովկասի եւ կենտրոնական Ասիայի թուրքալեզու ժողովուրդների հետ։ Ինչպես որ Ռուսաստանում կար պանսլավինիզմ, ինչպես որ պանգերմանիզմ կար, Թուրքիայում էլ պանթուրքիզմի առաջացավ այդ գաղափարը։ Եվ քանի որ միակ ժողովուրդը, որը իր ճանապարհին որպես մեծ խոչընդոտ կար, դա հայ ժողովուրդն էր, իրանք ասում էին, որ Հայաստանը փաստացի խոչընդոտ է հանդեսանում, որպեսզի մենք կարողանանք ցամաքային կապով միանանք Ադրբեջանին եւ կենտրոնական Ասիայի ժողովուրդներին։ Դա իրենց իդեան է, իրենց իդեան ծնվեց այդ իդեան եւ այդ իդեան մնացել է մինչեւ հիմա։ Հասկանում եք, եթե իրանք առաջի խնդիրը լուծեցին, դա Արևմտյան Հայաստանի խնդիրն էր, երկրորդ փուլը լուծեցին այն, որ Նախիջևանը եւ Ղարաբաղը թողեցին Ադրբեջանի կազմում, դա չայրած փոքրագույնն էր, ճիշտ է, Ադրբեջանը Ռուսաստանի մեջ էր, բայց իրանք կարողացան էթնիկական մակարդակով փորձեցին նենց անել, որ այդ տարածքները մաքրեն հայերից բանով։ Վերջապես երրորդ խոչընդոտը դա բուն Հայաստանն է եւ բանը Զանգեզուրի հետ միասին։ Այսինքն իրենց նպատակը դա է։ Այսինքն այդ տիպի հարևանի հետ ռուս հայտնի թուրքագետ Ավատկովը ինքը ասում է, որ ընդհանրապես Թուրքիան Հայաստանին դիտարկում է որպես կերակուր։ Այդ կերակուրը, եթե իրեն պահի որպես կերակուր, ապա 100% վաղ թե ուշ ինքը ուտվելու է։
որպեսզի Հայաստանի խնդիրը լուծվի, տեսեք իրենք լուծել են Արևմտյան Հայաստանի խնդիրը դաժան ճանապարհով։ Իրենք լուծեցին Լեռնային Ղարաբաղի խնդիրը այս ձևով։ Հայաստանի խնդիրը պետք է լուծեն հայ ժողովրդի դենացիֆիկացիայի ճանապարհով։ Այսինքն կամ մենք պետք է դենացիֆիկացիայի ենթարկենք Թուրքիային, կամ իրանք պետք է դենացիֆիկացիայի ենթարկեն Հայաստանին։ Բայց քանի որ ինքը մեծ երկիր է, մենք փոքր երկիր ենք եւ մենք չունենք նպատակ Թուրքիան գրավելու եւ այդպիսի նպատակը դա իրատեսական չի, բոլորն էլ հասկանում են, որ բան չկա։ Ապա կամ մենք պետք է հասնենք նրան, որպեսզի մենք կարողանանք նորմալ, բարեկամ հարևան ունենանք մեր արևմտյան մասով, իդեմս Թուրքիայի, մենք պետք է հասնենք նրան, որ ինքը ճանաչի ցեղասպանությունը, դենացիֆիկացիայի ենթարկվի այդ վերնախավը, որից հետո արդեն մենք թուրքերին նոր իսկական նոր բարեկամություն ձևավորվի արդեն մեր ժողովուրդների մեջ, եւ ես համոզված եմ, որ մենք վաղ թե ուշ դրան հասնելու ենք, ինչպես որ հրեաները կարողացան հասնել գերմանացիների մոտ։ Գերմանացիները կիսագազան ժողովրդի նման ժողովուրդ են, առաջին համաշխարհային պատերազմը իրանց պատճառով եղավ։ Երկրորդ համաշխարհային պատերազմը իրանց պատճառով համակենտրոնացված ճամբարներ, բաները, նման գազանությունները արեց մի ժողովուրդ, որը ծնել էր իր կողմից Բեթհովենին, Բախին, Մոցարտին, Հենդելին, բանի պես Հեգելի պես փիլիսոփա ծնել, այսինքն մի ժողովուրդ, որը տաղանդավոր ժողովուրդներից մեկն էր, ինքը դառավ վերջապես գազան ժողովուրդ, այսինքն ժողովուրդը ի սկզբանե գազան չի լինում, ինչպես նաև թուր ժողովուրդը, գազան սարքում է իր վերնախավը։ Երբ առաջի համակենտրոնացման ճամբարները ստեղծել է Բրիտանիան, Հարավային Աֆրիկայում, շատ դաժան եղանակներով, եւ այդ առումով գերմանացիների ուսուցիչներն են եղել բրիտանացիները, եւ շատ հետաքրքիր, շատ լուրջ հետազոտություններ կան, որ նացիզմի գաղափարը դա ծնվել է Բրիտանիայում, այլ ոչ թե Գերմանիայում, եւ կա Գեբելսի խոսքերը, որ ինքը ասում է մենք մոտ այս նացիզմը արհեստական ենք մենք գերմանացիների մեջ սրսկում, բայց բնականորեն նացիզմը դա բրիտանացիներին է բնորոշ, բայց դա դնենք մի կողմ։ Հիմա միջև մենք գանք 15 թվի պատճառները խորքային իմաստով հասկանալ, նախ տեսնենք Իսրայելը ինչ ստացավ, հա, ճանաչումից, որտեղ առաջերտի ներքաղաքական առումով, որտեղ Իսրայելը շատ բարդագույն հանրություն է, որտեղ տարբեր համայնքներ, տարբեր ըստ էության ռասայական կազմ ունեցող խմբեր կան, որոնք իրար ատում են։ Շատ բարդ հասարակություն է, սակայն այդ հասարակությունը կարող է միավորվել միայն վտանգի դեպքում եւ որպես օրինակ փոքրիկ ժամանակից իրեն սովորացնում են, այդ տեսեք, եթե մենք չմիավորվենք, կլինի երկրորդ հոլոկոստ, երկրորդ ցեղասպանություն։ Հիմա այս առումով Հայաստանում, այսինքն որ մենք կարող ենք մոբիլիզացնել ինչ-որ դեպքերում կամ թեկուզ տնտեսությունը զարգացնելու համար ողջավորություն է պետք, պաշտպանելու համար երկիրը ողջավորություն է պետք, մենք ունենք սփյուռ միասնական լինելու եւ այդ հզորությունը ավելի մեծացնելու, մեր մոտ գնում այդ հակառակ քարոզը, որ գործող իշխանության կողմից իրենք դենացիֆիկացիան Հայաստանում կատարում է այսօրվա Հայաստանի իշխանությունը, դենացիֆիկացիան ինչ է, դա այն կոդերն են ազգային, որոնք մարդկանց կարողանում են միավորել եւ մոբիլիզացնել։ Տեսեք, ես մի հատ բան ասեմ, Ստեփան ջան, ուրեմն Իսրայելը ինչ շատ մեծ բանի հասավ, Իսրայելը ասեմ ինչու։ Ուրեմն Եվրոպան առաջին եւ երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Գերմանիայում չէր, ամբողջ Եվրոպան վարակված էր հակասեմիտիզմով։ Այդ հակասեմիտիզմը, եթե պահպանվեր մեր ժամանակներում, Իսրայելը շատ ծանր վիճակի մեջ կար։ Հիմա սկսվել է զարգանալ նորից։ Դա էդի լատենտ մակարդակի է զարգանում։ Իսրայելը ցեղասպանություն ճանաչելով եւ դենացիֆիկացիայի ենթարկելով գերմանական հասարակությանը, ինքը հասավ նրան, որ ամբողջ Եվրոպայով մեկ կատարվեց յուրօրինակ դենացիֆիկացիա հակասեմիտիզմի իմաստով, այսինքն բոլոր ժողովուրդների մեջ հակասեմիտիզմի դեմ, այսպես ասած, ինյեկցիա բանացին, դեղ սրսկեցին, որպեսզի ժողովուրդները այդ հակասեմիտիզմի վարակով չվարակվեն։ Դա շատ կարևոր խնդիր էր Իսրայելի համար, եւ Իսրայելը դրա համար ինքը հասավ այդ նպատակին եւ դա մեծ հաջողություն էր իրենց համար։ Ընդ որում մենակ Իսրայելը դա չարեց։ Իսրայելը եթե մենակ լիներ գերմանացիներին չէր կարա դենացիֆիկացիա անել, ինչպես որ եթե մենք ինքնուրույն չենք կարա Թուրքիայի դենացիֆիկացիան անցկացնենք։ Իսրայելին հաջողվեց այն ժամանակ, երբ որ դրա մեջ շահագրգռված եղան եւ Ռուսաստանը, եւ Միացյալ Նահանգները, եւ Մեծ Բրիտանիան, եւ Ֆրանսիան, եւ հիմնական երկրները, որոնք տուժվել էին Գերմանիայից։ Հիմա մեր գլխավոր նպատակը ոչ թե ինչ-որ Թուրքիայի պետք է հակամշոր պատերազմ հայտարարենք, ոչ իհարկե։ Թուրքիայի հետ մենք պետք է առանց նախապայմանների կողմ լինենք նորմալ հարաբերությունների զարգացման եւ այլն, բայց մենք պետք է հասկանանք, որ այդ երկիրը 30 օրվա իր բնույթով էգզիստենցիալ վտանգ է ներկայացնում Հայաստանի համար։
որտեղ այդ երկրում դենացիֆիկացիա քանի չի ենթարկվել այդ երկիրը, ինքը մեծ հաշվով պոտենցիալ միշտ ձգտելու է Հայաստանի վերածմանը Ադրբեջանի ձեռքերով։ Իսկ հիմա դու կարաս ասես, իսկ ինչ շանս կա դրա անելու։ Ես կարծում եմ շանսերը մեծ են ինչու։ Որովհետև Թուրքիան դա մեծ երկիր է, ինքը կիսաեվրոպական երկիր է, այնտեղ կա վերնախավ, որը էլի կողմնակից է, որ դենացիֆիկացիային, ինչպես որ Գերմանիայում, Ֆրանսիայում կան այդ էլիտաները, դենացիֆիկացված էլիտաներ են։ Իրանք էլ են օբյեկտիվորեն դենացիֆիկացված, որ իրանք ասում են, մենք դրանից շահել ենք։ Դեմոկրատական էլիտաները շահել են, այդ ժողովուրդները շահել են, պատերազմներ չկան, բան չկա, խաղաղ ապրում են։ Հիմա Թուրքիայում էլ կա մի հատ վերնախավ, որը ասում է, մենք էլ պետք է դառնանք նորմալ դեմոկրատական երկիր եւ իրանց համար շահավետ է, որ հայերի հետ ընդհանուր հայտարարի կան, որտեղ դա կլինի նաև երաշխիք, որ հետադիմական, կայսրապաշտ, ազգայնական ուժերը չեն զարթնի նորից, բայց դրա համար ինչա պետք։ Նախ իրանք պետքա երաշխիք ունենան, որ մենք ցեղասպանությունը ճանաչելով նոր տարածքային պահանջներ չենք ունենա Թուրքիայի նկատմամբ։ Մենք վնաս չենք տա Թուրքիային դրանով, այդ մեկ, երկրորդն էլ Թուրքիայի դենացիֆիկացիա մեջ պետքա շահագրգռված լինեն ավելի ազդեցիկ երկրներ, որոնք ունեն հնարավորություն ազդելու Թուրքիայի վրա։ Եվ դա էլ մտահոգում է թուրք ազգայնական շրջանակներին։ Օրինակ ես վերջերս Անտալիայում Լավրովի հայտարարությունը շոկ է առաջացել թուրքական վերնախավի մոտ։ Ինչ է հայտարարել Լավրովը։ Լավրովը հայտարարել է, որ մենք չենք բացառում, որ ՆԱՏՕ-ից Միացյալ Նահանգները դուրս գան, եւ քանի որ եվրոպական երկրները կրտած երկրներ են, այնտեղ ռեալ 3 երկիր կա, որ լուրջ բանակներ ունեն, դա Ուկրաինան է, Թուրքիան է եւ Մեծ Բրիտանիան է, որոնք կարան ՆԱՏՕ-ի տեղը գրավեն, այսինքն ճիշտ է եւ ոչ Թուրքիան է ԵՄ անդամ, ոչ Մեծ Բրիտանիան է ԵՄ անդամ, ոչ էլ Ուկրաինան, բայց Լավրովը ակնարկում է, որ փաստացի պոտենցիալ երկրներ, որոնք կարան լուրջ մագարտակի ուժային կենտրոն սարքեն, դա Թուրքիան է, Մեծ Բրիտանիան եւ Ուկրաինան է։ Ինչի են թուրքերը մտահոգվել, որտեղ ասում են, որ փաստացի Ռուսաստանը իր թշնամի Ուկրաինային, իր պոտենցիալ հակառակորդ Բրիտանիային նույն հարթության մեջ է դիտարկում, ինչպես որ Թուրքիային։ Եվ ասում են, մենք պետքա մտահոգվենք այդ գործոնից, որտեղ սա պոտենցիալ վտանգ է իրարից ներկայացնում։ Ավելին կարամ ասեմ, իրանք ասում են, մեզ պոտենցիալ մենք պետք է ամեն ինչ անենք, որ ՆԱՏՕ-ում մենք պահպանվենք, որտեղ Միացյալ Նահանգները մեր գլխավոր դաշնակիցն են, բայց մի ուրիշ տեսակետ կա, որ Իսրայելը, քանի որ իր վտանգի մեջ բացի Իրանից տեսնում է նաև Թուրքիային, իսրայելական բաններ, լոբիստական շրջանակներ ներծծում են այն գաղափարը Միացյալ Նահանգներում, որ Թուրքիան թշնամի երկիր է եւ Թուրքիային ուզում են մեկուսացնել։ Եվ վերջերս Էրդողանը հայտարարեց, որ մոտ ժամանակներս Թուրքիան կարող է հայտնվի այն վիճակի մեջ, ինչպես որ կար 100 տարի առաջ։ Իսկ հիշեցնեմ, որ 100 տարի առաջ Մուդրոսի համաձայնագրից հետո 1919 մինչև 21 թվականները, մինչև Արտատուրքի իշխանության գալը, Թուրքիայում ձևավորված էր արդեն դենացիֆիկացված քաղաքական վերնախավ, որը ճանաչում էր հայերի կոտորածը։ Ես նկատի ունեմ Դամատ Փաշային, ես նկատի ունեմ Կովկասյան թուրք Օսմանյան բանակի գլխավոր գեներալին, որը գլխավոր ղեկավարներ, որ ղեկավարում էր բանակը, որոնք եւ թուրքական Օսմանյան բանակի գլխավոր դատավորին, զինվորական դատավորին, որը ամենամեծ ներդրումն էր դրել, որպեսզի հայկական կոտորածների մեջ հանցագործներին բացահայտեն։ Մոտավորապես 260 մարդ դատապարտվեցին կոտորածների համար եւ Դամատ Փաշայի ելույթները, որ դու լսես, կամ այդ դատավորի ելույթները, կամ ասենք գեներալների սպաների մեծ մասը Օսմանյան կայսրության մերժել են այդ ամեն ինչը։ Ի վերջո Էզրումի նահանգապետը մերժել է, Կոնյայի նահանգապետը մերժել, Անկարայի նահանգապետն է մերժել, այսինքն թուրք հասարակություն մեջ թուրքական վերնախավի մի հատ զանգված կա եւ մի մասը լատենտ էլ կա։ Միշտ էլ կա, որ իրենք պատրաստ են իսկապես այդ երկխոսությանը մեր հետ, եւ մենք պետք է ամեն ինչ անենք, որ բայց դրա համար պետք է մենք այս խուլիգան վերնախավը վերացնենք եւ իսկապես մենք կարողանանք ուժեղ պետություն սարքենք, ուժեղ պետությունից հետո նաեւ մենք պետք է կարողանանք զուգահեռ երկու խնդիր լուծել։ Թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերություններ հաստատել, փորձել հաստատել sense ձևակերպենք եւ երկխոսություն սկսենք այն շրջանակների հետ, ովքեր որի հենց այդ մեր շահերը համընկնում են, որտեղ մենք չունենք Թուրքիայից, մենք չենք կարող այլ պահանջներ ունենալ։ Մեր գլխավոր խնդիրը պետք է լինի այդ երկրի դենացիֆիկացիան։ Երևանդ, ուրեմն մենք այսօր ունենք մի իշխանություն, որը իրական Հայաստանի գաղափարախոսությունն է փորձում ստեղծել եւ առաջ տանել, եւ ինչ ասում է գործող վարչապետը։ Ինքը ասում է, որ այն հայրենասիրությունը, որը մեզ դաստիարակել է խորհրդային միությունը,
իր նպատակների համար եւ այդ նպատակը այն էր, որ մենք հավերժ լինենք Թուրքիայի ճշնամի, այսինքն եւ հայերը լինելով Թուրքիայի ճշնամի, Ռուսաստանը կկարողանա գտնվել հարավային Կովկասում եւ մենք ինքնիշխան չենք լինի։ Հիմա շարունակեմ միտքը, էլի, եւ մենք ինքնիշխան չենք լինի։ Այ որպեսզի մենք լինենք Թուրքիայի ճշնամին, այլ հատուկ սովետական հայրենասիրությունը մեր մեջ ներդարկել է հակաթուրքությունը եւ որպես հիմքում դրել է ցեղասպանության գաղափարը։ Այսինքն ցեղասպանության գաղափարը դա սովետական կայսրությունը եւ նրա ժառանգորդ ռուսական պետությունը հատուկ շարունակեմ, հատուկ ներարկել են հայերի մեջ եւ սրանից ենթադրվում է, որ նաեւ որոշ մարդիկ են կարծիքին են, որ ռուսները հայերին օգտագործել են 15 թվականին, որտեղ պատերազմի մեջ են, եւ թուրքերն էլ պետքա հայերին կոտորեն եւ որոշ մարդկանց վրա դա աշխատում է։ Հիմա շատ կարեւոր է հասկանալ, թե որն է 15 թվականի ցեղասպանության պահանջը, ես շարունակեմ, հետո դուք կասես։ Ուրեմն հիմնական խնդիրը այն էր, որ կար Օսմանյան կայսրություն, որի գաղափարախոսությունը իսլամի գաղափարն էր, այսինքն կան տարբեր համայնքներ, միլետներ, որոնք ունեն իրավունքներ, օրենսդրություն նրանց պաշտպանում է եւ այլն, եւ դրա վրա կառուցվում է Օսմանյան կայսրությունը, որոնց մեջ կային արաբներ եւ այլ քրդեր եւ այլ ազգեր, բայց երբ որ եկավ ազգայնականության ժամանակաշրջանը, արաբները, քրդերը, հայերը, հույները եւ մյուսները փորձեցին ստեղծել իրենց պետությունը եւ թուրքական պետությունը սկսեց փլուզվել եւ առաջացավ հարց, բա մենք ովքեր ենք, հա, այդ թուրքերի մոտ։ Եվ տեղ եկավ այդ թուրքիզմի գաղափարը 60-ական թվականներին 1800 առաջի անգամ եկավ հայրենիք բառը, որը թուրքերեն լեզվում չկար, վաթան բառը եւ իրենք փորձում են եվրոպական ազգ սարքել, բայց ո՞րն է այդ ազգը։ Այդ ազգը թուրքերենն է, թուրքերեն լեզվի վրա, թուրքիզմի գաղափարի վրա է, բայց եթե դու սարքում ես Թուրքիայի պետություն արդեն ոչ թե օսմանցիներ, իսկ հայերը, հույները եւ քրդերը, արաբներ իրանք օսմանցի էին, ապա առաջանում է, որ այս ազգերը, որոնք արդեն ըստ իրենց բարակված են ազգային գաղափարներով, իրենց խանգարում են։ Դրա համար կոտորածներ եղավ եւ հայերի, եւ ասորիների, որոնք առանձնապես եւ եզդիների, եւ հույների կոտորածներ եղավ թուրքի գաղափարը, այսինքն բոլոր Թուրքիայի քաղաքացիներ թուրք են, քրդերը լեռնային թուրքեր են, հայերը կարող է լինեն քրիստոնյա թուրքեր կամ իսլամ ընդունեն, այսինքն այս կոտորածները 15 թվականի դա ոչ թե ինչ-որ արտաքին միջամտության կամ ինչ-որ այլ դեպքերով էր պայմանավորված, այլ Թուրքիայի պետության վերափոխման process-ի հետևանքներ։ Այնքան ակնհայտ է, ուրիշ բան եմ ասում։ Այս իշխանությունները չեմ ուզում հղում անել, որտեղ հունիսի 7-ից հետո այս համոզված եմ նրանք չեն լինելու։ Բայց ընդհանուր առմամբ կա տեսակետ, պահպանողական հայկական միտք կա, որ եթե չլիներ Բերլինի վեհաժողովը եւ հայկական հարցը չմիջազգայնացվեր, ապա ցեղասպանությունից մենք խուսափենք։ Սա տեսակետ է, որ տարածված ժամանակին կար այդ տեսակետը, որի այնքան հեշտ է մերժելը։ Ասեմ շատ պարզ։ Նախ եւ առաջ միջազգայնացումը մենք չենք կարել։ Դա միջազգայնացում են անում դրսի հիմնական խաղացողները, անկախ քո ցանկությունից դրսի երկրները փորձում են օգտագործել։ Դու ուզես թե չուզես, դու հայտնվում ես այդ դաշտի մեջ։ Էդի փոքր ժողովուրդները, իհարկե փոքր ժողովուրդները պետք է ձգտեն մաքսիմալ մանրադրամ չլինել, բայց անկախ իրենց ցանկությունից իրանք օգտագործվում են։ Ես ասենց ասեմ, դա այնքան պարզ է, որ ասելու չի։ Երկրորդը, տեսեք, Պոնտոսի հույները միջազգային սուբյեկտ չէին դարձել, իրավունքի սուբյեկտ չէին դարձել, եզդիները չէին դարձել, ասորիները չէին դարձել, իրանք կոտորվեցին։ Պարզապես այդ կոտորվելու մասին հայերը շատ երևի քիչ գիտեն, դա մեր պատմաբանների մեղքն է, որ մենք գիտենք մենակ հայերի ցեղասպանության մասին եւ Լեմկինն էլ մենակ հայերի ցեղասպանության խնդիրը բարձրացրեց։ Ինչի բարձրացրեց, որպեսզի հերեական ցեղասպանությունը միայնակ չմնա։ Այսինքն իրականում կոտորածները գնացել են ոչ միայն հայերի նկատմամբ, այլ նաեւ ասորիների նկատմամբ, այլ նաև եզդիների նկատմամբ, Պոնտոսի հույների նկատմամբ, դա համատարած է եղել։ Ասենք Ջեմալ Փաշան ավելի շատ հայտնի է ոչ թե հայերի կոտորածներով, այլ արաբների կոտորածներով։ Հասկանում եք ինչի մասն է խոսքը։ Այսինքն ուզում ասեմ, որ այստեղ ցեղասպանություն իրականացնելը կապ չուներ թե Հայաստանը բրիտանացիների տակ կլներ, թե ռուսների տակ։ Երկրորդ դրանք օգտագործել են թուրքերը դրա համար։ Օսմանյան կայսրության տրանսֆորմացիայի պատճառով էր դա։ Իրանք օգտագործել են, ձևակերպել են, որ մենք ցեղասպանում ենք եւ տեղահանում ենք, որտեվ իրանք ունեին բրիտանական կամ ռուսական կողմնորոշում։ Իրանք դա ձևակերպել են իրանց համար ցանկացած
ցեղասպան ինքը պետք է պատրվակ բերի, դա պատրվակ է եղել եւ այդ պատրվակը դարձնել քարոզ այս իշխանության նման, դա ես ասենց ասեմ, այս իշխանությունը դա Թուրքիայի պրոքսի քաղաքական վերնախավն է, որի նպատակը դենացիֆիկացիա իրականացնելը Հայաստանը։ Սա պարզ խնդիր է։ Ինչ անում են։ Ինչը իրանք անում են, բայց եթե փոքր երկրում դու դենացիֆիկացիա ես անցկացնում, այդ փոքր երկիրը կարա վերանա պրոստը։ Մեծ երկրի դենացիֆիկացիայի պարագայում մեծ երկիրը դառնում է ավելի դեմոկրատական երկիր, ավելի տոլերանտ երկիր, որը տրամաբանական է, քաղաքացիական։ Իհարկե, տեսեք օրինակ ասենք Իսրայելում ինչի իսրայելական ազգայնականները մերժում են եվրոպական ինտերպոլացիան բառից բունի մոտ, որ ասում են, թե գիտեք, Իսրայելի վիճակը նենց է, որ մենք չենք կարող մաքուր եվրոպական կլասի երկիր դարձնել, եթե մենք եվրոպական երկիր դարձնենք, մենք կվերանանք։ Մենք չենք կարող դենացիֆիկացիայի ենթարկվենք մեր համոտ։ Իհարկե այնտեղ ծայրեղ դրսևորում կա իդեպս Նյաթանյահուի, բայց օբյեկտիվորեն տենց է, մեծ երկրները եթե չեն դենացիֆիկացվում, դա վտանգավոր երկրներ են դառնում։ Փոքր երկրների դենացիֆիկացիա պարում, այդ երկրները վերանում են։ Հիմա դրա համար մեր նպատակը պետք է լինի հետևյալը, որ Թուրքիան մենք դենացիֆիկացիայի ենթարկենք, դեմոկրատական վերնախավը փոխենք, դեմոկրատական վերնախավի պարագայում, եթե իրանք էլ ճանաչեն, ես համոզված եմ, որ դեմոկրատական վերնախավը անխուսափելի իրանց շահավետ կլինի ցեղասպանության ճանաչումը, բայց երաշխիք ունենալով, որ Հայաստանի կողմից տարածքային պահանջներ չի լինի եւ գույքային պահանջներ չի լինի։ Դա շատ կարեւոր է, որ մենք էլ մեր կողմից էլ մենք նախապատրաստենք այդ ամեն ինչը, որտեղ մեր համար ցեղասպանության պահանջը մի խնդիր պետք է լինի, որպեսզի մեր ժողովուրդների միջև այդ խոչընդոտը վերացնենք, ատելությունն ու բանը վերացնենք, վախը վերացնենք եւ իսկապես որպես հարևան վերականգնենք մեր բարիդրացիական հարաբերությունները։ Սա գլխավոր խնդիրը պետք է մեր։ Դա մեր համար անվտանգության գլխավոր երաշխավորը կարող լինի։ Երբանտ ուրեմն դրա համար անհրաժեշտ, բայց ոչ բավարար պայմանն է, որ հունիսի 7-ին Հայաստանում տեղի ունենա իշխանության փոփոխություն, որովհետեւ այս իշխանությունը ես համաձայն եմ քո հետ, դա թուրքական պրոքսի է, թուրքական կրեատուրա է, որը ինչ որ եղանակով եւ պետք է ասել, որ այո, թուրքերը շատ լավ աշխատանք են տարել մինչեւ 2018 թվականը, որ կարողացել են հասնել նրան, որ Հայաստանում նման իշխանություն ձևավորի եւ իրենց վերահսկողության տակ վերցնեն։ Ուրեմն այս ամենի մասին խոսելուց առաջ նախ պետք է հունիսի 7-ին փոփոխություններ լինեն։ Եթե այդ փոփոխությունները չլինեն, հայ ժողովուրդը երևի իր պատմության ամենավտանգավոր փուլը մտնի։ Ստեփան ջան, ես 100% քո հետ համաձայն եմ, ես ու դու էլ մենք քաղաքականներից մեկի ցուցակի մեջ ենք, հա։ Տես ես մի շատ կարևոր բան ասեմ։ Հասարակության մեջ կան մարդիկ, որոնք կողմնակից են, չգիտեմ, այս ուժին կամ այն ուժին հիմնական 3 ընդդիմադիր ուժերի մասին են, չէ՞, խոսքը գնում։ Որոնք տրամաբանական է, մեկը կարող է Սամվել Կարապետյանի կողմնակից լինել, մյուսը Գագիկ Ծառուկյանի կողմնակից է, մյուսը կարող է լինել, ասենք, չգիտեմ, Ռոբերտ Քոչարյանի կողմնակից է, որ շատ տրամաբանական է։ Եվ ասեմ, որ կատարյալ ուժեր չկան, կարող է մեկը երրորդը կարող է Թաթոյանի կողմնակից լինի, եւ այդպիսի ուժեր կան։ Եվ ես նորմալ եմ համարում, որ ցանկացած հասարակության մեջ տարբեր շերտավորումներ կան եւ տարբեր ցանկություններ։ Կատարյալ ուժ ոչ մեկ չի։ Հասկանալի է, որ կատարյալ ուժի համար այլ նախապայմաններ են պետք։ Այն նախապայմանները, որ կան Հայաստանում, օբյեկտիվորեն չէր կարող ծննել կատարյալ ուժեր։ Մենք իհարկե երազում ենք եւ ուզում ենք, որ մենք իսկապես մի հատ նոր լուսավորչական էջ բացենք, բայց ես համոզված եմ, որ հունիսի 7-ից հետո մենք անցումային փուլ ենք ունենալու, այդ անցումային փուլում նոր արդեն հնարավոր կլինի իսկապես ազգային լուսավորչական իշխանություն ձևավորենք, բայց եթե մենք հունիսի 7-ին չկարողանանք այս իշխանության էջը փակել, ապա այս իշխանությունը կփակի Հայաստանի էջը։ Դա եւ այդ իմաստով ես խորհուրդ կտամ եւ կհորդորեմ մեր քաղաքացիներին, որ իրենք հասկանան, որ այստեղ հունիսի 7-ին ընտրությունը դրած է ոչ թե լավի եւ վատի միջև, դրած է այն ուժի, որոնք կարող է այդքան էլ ձեր դուրը չեն գալիս եւ կատաստրոֆայի միջև։ Եթե այս իշխանությունը մնաց Հայաստանում իշխանության, ապա ես ասեմ, որ ինքը շատ կարճ ժամանակահատվածում Հայաստանի էջը կփակի այնպես, ինչպես որ փակեց Արցախի էջը։ Եղավ, շնորհակալություն։